Հայ մեր, որեր հիսես, սուրբ երիցի անունքով, եկեցի արկայություն քո, երիցի կամքո, որպես երկինը սերևրիս, լսած մեր հանապազոր, ու մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողում մերոս վարկաբանած, և մի տանես մեզի փորձություն, այլ բրգյազ մեզի չարեք, զինքոյ արդարություն, եզորություն և պարքալությանս ամեն։ Արմենի վրա կարագելով մեր բոլոր վրա են կարագել և այսօր տեսնում ենք այստեղ փոքր երեխաներ, տարեկան մարդիկ, երիտասարդներ, հայրենիքի մատուցած պարտքը միայն 2 տարով չէ, 18 տարին լրացավ, սովորաբոչվեց բանակ ու միայն սրանով չի սկսվում և ավարտվում հայրենիքի մատուցած պարտքը։ Մենք ունենք բարդ պարտավորվածություն ամբողջ կյանքի ընթացքում պատմեն այն ամեն ինչ, ինչ որ սերունդները արյունով ձեռք են բերել ու պահպանել են։ Մաշտը տվել է իր համար ամենավերջինը, իր կյանքը և բոլոր քրիստոնյաների պարտքն է նման մարդկանց քննադել և հիշատակել, որովհետև քրիստոնեությունն ինքն ասում է չկա ավելի մեծ սեր, երբ որ մեկը իր անձը ուրիշի համար տա։ Եվ փաստորեն այսօր ես ուրախ եմ, որ մեր ազգի զավակն է այդ մեկը, ով իր կյանքը իր ընկերների, իր զինագիծների համար տվել է և որևէ մեկս պարտավոր ենք հիշելու և նաև Աստծուց խնդրելու տվյալ մարդու հոգու լուսավորության և հոգու անմահության համար։ Հերթական անգամ հայ զինվորականի կյանքի գնով, սխրագործության գնով մեր սահմանների հանքագործությունը պահպանվեց, հերթական անգամ էլի մեկ երիտասարդի կյանքի գնով մենք ըստ էության նվաճեցինք հանգիստ քնելու իրավունք ու ապրելով Հայաստանի երկրորդ քաղաքում հեռու գտնվելով մեր հերոսի ընտանիքից, թաղման արարողությունից մենք ուզեցինք այսօր հավաքվել և մեր հարգանքի տուրքը, մեր հիշատակի տուրքը մատուցել մեր հերոսին ու նաև ինչ որ առումով հենց այս մոմավառության մեջ դնել են կոչը, որ այդ սխրանքները, այդ արարքները իրանք ըստ էության մեր ազգի, մեր գոյատևման հիմքերն են, բայց նաև այսօր չգիտեմ ինչ որ sense բան կա, զայրույթ կա, որ այսօր արդեն տեխնիկայի ժամանակաշրջան է, այսինքն սխրանքները արդեն սահմանային եզրագծերի վրա չպետք է որ տեղ ունենան։ Այսինքն տեխնիկական միջոցներ, բաներ, որոնց մասին երկար խոսվում է ու որոնք չգիտես ինչի մենք մեր սահմանները չլինելով անգամ զինվորականներ զգում ենք, որ դիվերսիաները արդեն են հասնում մեր բլինդաժների, մեր խրամատների մեջ։ Այսինքն սա նաև կոչ է բոլոր պատասխանատուներին, որպեսզի զինեն հայ զինվորին, հայ բանակայինին, այն ոչ շատ գեր ժամանակակից, այդ արդեն ժամանակից տեխնիկա չի, բայց այն միջոցները, որոնք հնարավորություն կտան որոշակի հեռավորությունից պաշտպանվել, էլի սխրանքի գործոնը էլ այդ ամեն ինչը թող լինի, բայց նաև ինչ որ առումով մենք էլ պետք է հանգիստ լինենք, որ մեր խրամատներում դիվերսիաները պետք է պակասեն։ Այսօր երկու, չգիտեմ, իմ համար երկու մեսիջ կար, առաջնահերթ իհարկե մեր զինվորի հիշատակը լուսավորել Գյումրի քաղաքում եւ երկրորդ հերթին նաև մեր կոչը բոլոր պատասխանատուներին, որպեսզի ժամանակն է ունենալ իսկապես տեխնիկապես զինված բանակ, ոչ թե սխրագործությունների ինքնազոհության գնով պահվող հող։